Ողջույն սիրելիներս, ուրախ եմ ձեզ տեսնել հայկական խոհանոց ալիքում։ Այսօր պատրաստում ենք եռաշերտ շոկոլադե տորտ, որը գրավում է իր նուրբ կառուցվածքով և շոկոլադի հարուստ համով։ Թեթև կրեմն ու կաթով պատրաստված բիսկվիթի շերտերը ստեղծում են հիանալի համադրություն, դարձնելով այս տորտը անչափ փափուկ, հալվող և յուրահատուկ համեղ։ Այս թխվածքի յուրաքանչյուր պատառը պարզապես հալվում է բերանում։ Պատրաստման համար ձեզանից կպահանջվի ընդամենը 30 րոպե, քանի որ կրկնակ չենք օգտագործում։ Խմորեղենների նման ծույլ բաղադրատոմսեր իմ ալիքում շատ կգտնեք։ Քիչ ջանք, քիչ ժամանակ, գերազանց արդյունք։ Դե ինչ, սկսենք պատրաստել։ Այս խմորեղենը պատրաստելիս սկզբից միացնում ենք 4 բաղադրիչները։ 450 գրամ ալուրը և 50 գրամ կակաոն մաղում ենք։ Այսպես անցանկալի գնդիկներ չեն առաջանում, իսկ բիսկվիթի շերտերը ստացվում են բարձր և ծակոտկեն։ Որպեսզի խմորեղենը ունենա արտահայտիչ շոկոլադի համ և մուգ գույն, վերցրեք բարձր որակի կակաո։ Ավելացնում ենք 1 թեյի գդալ փխրեցուցիչ և 1 թեյի գդալ վանիլային շաքարավազ և մի լավ խառնում ենք։ Շատ հանգիստ փխրեցուցիչը կարելի է փոխարինել սոդայով։ Առանձին տարայի մեջ միացնում ենք թաց բաղադրիչները։ 2 ձվի վրա ավելացնում ենք 250 գրամ շաքարավազ, մի լավ խառնելուց հետո ավելացնում ենք 300 մլ գոլ կաթ։ Սիրելիներս, եթե նոր եք միացել հայկական խոհանոց ալիքին, խնդրում եմ բաժանորդագրվեք և սեղմեք զանգակ կոճակը։ Հայկական խոհանոց ալիքում կգտնեք նրբահամ խմորեղենների, ավանդական ճաշատեսակների հետաքրքիր բաղադրատոմսեր։ Փխրուն, փափուկ բիսկվիթի շերտեր ստանալու համար ավելացնում ենք 150 գրամ հալեցրած կարագ և վերջում 1 թեյի գդալ վանիլային շաքարավազ։ Քիչ-քիչ միացնում ենք 4 բաղադրիչները, պետք է ստանանք մի փոքր թույլ խմոր։ Բարեկամներ, բիսկվիթի շերտերը այս տարբերակով այնքան փափուկ ու նուրբ են ստացվում, որ անգամ մեկ անզգույշ շարժումից դրանք պոկվում են։ Պատրաստեք առանց որևէ բաղադրիչ փոփոխելու և ձեզ մոտ էլ կստացվի հրաշալի արդյունք, իսկ վերջում կիսվեք ձեր կարծիքներով։ Այս խմորեղենի գույնը բացառապես կախված է, թե ինչ որակի կակաո ենք օգտագործում։ Որքան որակը բարձր է, այնքան ավելի հագեցած գույն է ստացվում։ Պետք է ստանանք թույլ խմոր, որը շատ հեշտ է տարածվում յուղաթղթի վրա։ Խմորը բաժանում ենք 3 հավասար մասերի և թխում ենք նախապես 180 աստիճան տաքացված ջեռոցում, մինչև պատրաստ լինելը։ Շերտերը թխվում են շատ արագ, 5-ից 7 րոպեում։ Քանի որ խմորի մեջ օգտագործել ենք կակաո, շերտերը այրելը շատ հեշտ է, այնպես որ զգույշ եղեք։ Վերցրեք որակյալ յուղաթուղթ, որպեսզի շերտերը յուղաթղթից չկպչեն, իսկ եթե վստահ չեք, որ այն ունի բարձր որակ, յուղաթղթի վրա մի փոքր ձետ տարածեք։ Համաչափ տարածում ենք և այսպես մեկը մյուսի հետևից թխում ենք 3 շերտը։ Սիրելիներս, ամանորին ընդառաջ շուտով իմ ալիքում կգտնեք հեշտ և արագ պատրաստվող ընտիր խմորեղենների բաղադրատոմսեր, այնպես որ բաց մի թողեք իմ տեսանյութերը։ Տեսեք ինչպիսի բարձր փափուկ շերտեր ենք ստացել, որոնք էլ ավելի կփափկեն կրեմը քսելուց հետո։ Շերտերի ծայրերը կտրում ենք, հավասարեցնում ենք, որով և կպատրաստենք փշրանք, թխվածքը ձևավորելու համար։ Վերջին շերտի վրա կարող եք ավելացնել հալեցրած շոկոլադ, ավելի հագեցած շոկոլադե համ ստանալու համար։ Վարվեք այնպես, ինչպես կթելադրի ձեզ ձեր երևակայությունը։ Առանց գրտնակի գործածության խմորեղենների նման բաղադրատոմսեր ես շատ եմ սիրում, քանի որ դրանք ոչ ժամանակատար են, իսկ արդյունքը ստացվում է գերազանց։ Փշրանքը նույնպես պատրաստ է, անցնենք կրեմին։ Պատրաստում ենք դասական կրեմ՝ կարագով և խտացրած կաթով։
250 գրամ փափուկ կարագը հարում ենք այնքան, մինչև զանգվածը սպիտակի և փրփրի, այնուհետև քիչ-քիչ ավելացնում ենք 1 բան կախտացրած կաթ և 1 թեյի գդալ վանիլային շաքարավազ։ Կրեմը պատրաստելիս զանգվածը մի քանի անգամ տարայի պատերից հավաքում ենք և շարունակում ենք հարել, որպեսզի կարագի խոշոր կտորներ չմնան։ Ամեն ինչ պատրաստ է, մնում է միայն հավաքենք խմորեղենը։ Ձևավորում ենք շերտ-կրեմ-շերտ հերթականությամբ, վերջում ավելացնում ենք փշրանքը։ Ինչպես տեսնում եք, հեշտ և արագ պատրաստվող խմորեղենի բաղադրատոմսը։ Եթե չեք սիրում գրտնակով աշխատել, փորձեք թխված պատրաստելու այս տարբերակը։ Ցանկալի է նախքան կտրելը խմորեղենը թողնել հանգստանա առնվազն 1 ժամ։ Սակայն եթե դուք էլ ինձ նման համբերություն չունեք, կարող եք անմիջապես կտրել։ Հենց պատրաստ լինելու պահից էլ ստացվում է նրբահամ ու անչափ փափուկ։ Ստացվում է բավականին մեծ խմորեղեն, տապակի չափը 30-40 սմ է։ Վերջում 1 գավաթ սուրճ կամ թեյ ենք պատրաստում և վայելում ենք։ Բարի ախորժակ։ Դե ինչ սիրելիներս, այսօր էլ նման շքեղ, փափուկ, բերանում հալչող շոկոլադե թխվածքի հրաշալի բաղադրատոմս։ Դուք էլ փորձեք պատրաստել այս տարբերակով, սնվեք առողջ և եղեք օրհնված։ Ես ձեզ ասում եմ ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։ Առայժմ